Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի շահերը ներկայացնող միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային նամակ է գրել, խնդրելով ստեղծել փաստահավաք առաքելություն Հայաստանում ժողովրդավարության հետ կապված խնդիրներն ուսումնասիրելու համար։ Փաստաբանը նախ անդրադարձել է եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին եւ ընդգծել, որ այն լուրջ մտահոգություններ է առաջացնում միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքների տեսանկյունից։ Անդրադառնալով Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործին, Ամստերդամը շեշտել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ իրականացվող գործողությունները ոչ միայն քաղաքական հետապնդման վկայություն են, այլև կարող են դիտարկվել որպես ուղղակի միջամտություն ընտրական գործընթացին։ Իրավաբանն ուշադրություն է հրավիրել նաև Հայաստանի իշխանությունների Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ վարվող քաղաքականությանը եւ հատուկ ընդգծել Եվրախորհրդարանի ներգրավվածության անհրաժեշտությունը։ Այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված իրադարձություններից հետո Հայաստանի քաղաքացիները շարունակում են ապօրինի պահվել Բաքվի բանտերում, հայ հասարակությունը գործող կառավարության կողմից նրանց ազատ արձակումն ապահովելու ուղղությամբ քիչ նշանակալի ջանքեր է տեսել։ Այս իրավիճակն էլ ավելի է խորացրել հանրային տագնապը երկրի ղեկավարության որդեգրած ուղղության եւ իր քաղաքացիների հիմնարար շահերը պաշտպանելու հանձնառության վերաբերյալ։